Բանջարեղենի հայկական ավանդական սորտերը չեն վերացել, մոտ 4000 նմուշ է պահվում բանջարաբոստանային մշակաբույսերի գիտական միակ կենտրոնում։ Դրանցից մեծամասնությունը պահպանվում է որպես մեր կինոֆոնդ։ Կենտրոնը նմուշներից ամեն տարի վաճառքի է հանում 116-ը, առավել պահանջվածները եւ շուկային նոր սորտեր տալիս։ Այս տարի օրինակ լոլիկի արա եւ նորք, լոշտակ տագդեղ տեսակները։ Անունը դրել ենք հենց իր արտաքին տեսքի համար, որտեվ ինքը բավականին մեծ է ու նապաստակի ականջների նման մի քիչ լոշտակ ձև ունի։ Սա ավելի մսոտ է, ավելի համով է եւ ինքը ավելի դիմացկուն է հիմիկվա այս շոքին։ Ավանդական սորտերը շատ լավն են, ասում է կենտրոնի տնօրենը, սակայն նոր տեսակների բերքատվությունն ավելի բարձր է։ Դրանք նաեւ ջերմաստիճանի փոփոխությանն են դիմանում, բերքատու են եւ համեղ, եթե իհարկե ճիշտ մշակվեն։ Պամիդորի մեջի կարծր այդ, սպիտակ կարծր, դա ախր ոչ միայն սորտային ցուցանիշ է, որովհետև երբ որ հատկապես ամառային ամիսներին մեր ուժեղ արևի ժամանակ կալիումի ցուցանիշը հողում պակաս է, այդ դեպքում առաջանում են հենց այդ տիպի խոցեր, սպիտակ խոցեր։ Լավ բերք ստանալու համար ֆերմերները պարարտանյութերի քանակն են ավելացնում, հիմա նաև կերակրի սոդա կիրառում։ Ճիշտ է, այդպիսի դեպքեր մենք նույնպես մեզ մոտ նույնպես արձանագրվել է, որ շատ ֆերմերներ գիտենալով, որ այդ սոդան խոշորացնում է տակտեղի եւ ելակի պտուղները, սոդա են կիրառում։ Անհանգստանալու կարիք չկա, պարզաբանում է Գայանե Սարգսյանը։ Սելիտրայի մեծ քանակն ավելի վտանգավոր է, քան սոդան։ Ի դեպ, շուկայի բրոկոլին եւ բրուսելյան կաղամբը ոչ թե ներկրված են, այլ մեր դաշտերում աճեցված։ Ազնիվ Կարապետյան, Հայ Արփի Միքայելյան, ժամը լրատվական։